Բարի հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-597-5321 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաեւ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուր ընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Բարի ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ 3 մայիսի 28-ն էր Առաջին Հանրապետության օրը, մենք բոլորս մեկս մյուսից շնորհավորական խոսքերով բացվելուց հետո սկսեցինք։ Ամեն դեպքում ապարանում ավելի կարծես թե տոնական էր տրամադրությունը, մարդիկ պարում էին, երգում էին, այնտեղ էին եւ իշխանավորները։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն Ալեն Սիմոնյանի եւ երկրի նախագահի հետ արտարապատում էր, շնորհավորական ուղերձով հանդես եկավ վարչապետը եւ ուզում եմ վարչապետի երեկվա այդ ուղերձից մի քանի շեշտադրումներ առանձնացնենք եւ լսենք ձեր տեսակետը։ 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որտեղ մեր երազանքներն իրագործված են։ Հայրենիքը գտնված է իդեմս Հայաստանի Հանրապետության։ Նոր են գտել հայրենիքը, այդ կիսատ պռատ տարածքներով հայրենիքը։ Իրանց գլխների մեջ է այդ ամեն ինչը։ Ինչ որ մեր տարածքի հետ կապված Նիկոլ Փաշինյանն արդեն առաջ անգամ չի հայտարարություն անում։ Ուզում եմ նշեմ մի հատ կարևոր բան։ 23 սեպտեմբերին 23 թվում որ այդ մարտական գործողություններ են սկսել թուրքերը եւ ադրբեջանցիք միասին Ղարաբաղի դեմ, դիպորտացիայից հետո Ամերիկայի դեսպանը Լին Թրեյսի, հիմա Ռուսաստանում ինքը, ինքը մի հատ շատ հետաքրքիր հայտարարություն արել։ Ինքը ասեց չի կարող 30 տարվա պատմությունը վերջանա մի օրվա մեջ։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն այդ էջը փագած չի ոչ մեկի համար, ոչ միասան նախագծերի համար, ոչ Եվրոպայի համար։ Այդ էջը փագել է Նիկոլ Փաշինյան իրան թիմի անդամների հետ, բայց մեր ժողովուրդը ու աշխարհը այդ էջը չի փագել, ու մենք չենք կարող փագենք։ Այսինքն նայեք, եթե մենք հիմա ամեն ինչից հրաժարվում ենք եւ Կարսկի պայմանագիրի հետ կապված Մոսկովյան պայմանագիրը առաջի համաշխարհային պատերազմից հետո ռուս-թուրքական պայմանագիրը հայերի ստորագրությունը դեռ չկա։ Այդ նշանակում է մենք հաստատում ենք այդ ցեղասպանությունը, որ եղել է։ Մենք հրաժարվում ենք մեր տարածքներից ապագայում։ Իսկ ով ասա, եթե դուք հասկանում եք, նայեք ոնց է եղել այդ ամեն ինչը։ Ինչ որ կատարվել են ու արել են մեր հետ, դրանք են ստորագրել օտար երկիրներ, խոսք օրինակ նույն Ռուսաստանը, նույն Թուրքիան, բայց գիտեք որ 21 թվականին որ դրանք ստորագրել են այդ Կարսկի ու Մոսկվայի պայմանագիրները, աշխարհը չի ճանաչել ոչ Թուրքիային, ոչ Ռուսաստանին, այդ բոլշևիկների կոմունիստների պետությունը, որ նոր պետություն է, աշխարհը չի ճանաչել։ Այսինքն այս պայմանագիրը անօրինական պայմանագիր է։ Այդ մենք կարող ասենք որ ակոպոցված պայմանագիր է։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը sense բաներ է հայտարարում, այսինքն այդ նշանակում է մենք ինչ որ կորցրել ենք, մենք հաստատում ենք ու այլևս ինչ ուզում են անեն հենց հիմա։ Այն ժամանակ դրանք են ստորագրել, մենք էլ միշտ մեղադրում ենք, մենք ասում ենք մենք ոչ միտեղ չենք ստորագրել, մեր ստորագրությունը չկա։ Դուք եք ստորագրել։ Հիմա դրանք Նիկոլ Փաշինյանի ձեռքով ուզում են որ մենք այդ ամեն ինչ հաստատվենք, նույն Կարսկի Մոսկովյան պայմանագիրը։ Ու այլևս մենք իրավունք չունենք ասենք մենք չենք ստորագրել։ Դրանք ասել են չէ հայեր ջան, արդեն դուք եք ստորագրել ու դուք համաձայն եք ինչ որ եղել է, դուք համաձայն ընդունում եք այդ բաները։ Այդ շատ վտանգավոր քայլ է, հասկանում եք։ Ես չգիտեմ, թե ինչքան պիտի մարդ այդ բաներից կամ հերո է շատ կամ հերո համարում, եթե պատմությունը այդպես ռուսական կայսերությունից սկսեցինք, մեզ վրա ճնշումների խոսեցինք։ Ուրեմն կամ պիտի շատ հերո լինի գաղափարներից, փիլիսոփայությունից, այդ ամեն ինչից։
Այս կամ մարդի դանգրակ է լինի, կամ մտածված Պատվերը։ կամ պատվերը այդի։ Որովհետև ես նորից ասում, նորմալ մարդ, նորմալ քաղաքական գործիչ, երկրի ղեկավարը ինքը հասկանում է։ Հիմա ինքը ինչ որ ստորագրում է, խոսք ունենք Ադրբեջանի հետ, նույն խաղաղության պայմանագիրը, որ սա որը ասում են։ Եթե մենք ստորագրում ենք, այսինքն մենք հաստատում ենք, որ մենք արդեն մենք Ղարաբաղի մասի պիտի մոռանանք։ Երկրորդը, հիմա որ մենք Թուրքիայի պայմանագիր ենք ստորագրում ու հրաժարվում ենք ամբողջ մեր տարածքներից, նշանակում է մենք հաստատում ենք Մոսկովյան ու Կասի պայմանագիրը։ Հրաժարվում ենք Վուդրո Վիլսոնի օրենքի հետ կապված։ Այն ժամանակ արբիտրաժ ա եղել, չէ՞։ Դատարանում որոշում կա։ Հետո ազգային լիգայի մեջ էլ նշած բաներ կա, չէ՞, որտեղ է մեր տարածքները։ Իսկ ՄԱԿ-ը այսօր այդ նույն ժամանակ եղել է բան ազգային լիգա է, հիմա կոչվում է ՄԱԿ, չէ՞։ Այդ այսինքն նշանակում մենք ամեն ինչ հրաժարվում ենք։ Հիմա անցավ կայսրությունը։ Ուրեմն եթե մենք նույն կայսրությունը մասին ասում ենք, որ մենք կայսրությունն այդ բան չունենք, մենք առաջի հանրապետությունն ենք, ապա այդ ինչ է նշանակում, եթե դու առաջի հանրապետություն ես, ուրեմն դու պիտի Նախճիվանի մասին խոսաս, դու չես կարող խոսաս առաջի հանրապետության մասին, եթե դու Նախճիվանի հարցը չես բացատրում, Կարսի մասին չես խոսում, Վանկի մասին չես խոսում, Նախճիվանի մասին չես խոսում, ու Ղարաբաղի մասին չես խոսում, դու կողմ որոշ դու առաջի հանրապետությունն ես, կամ դու ասում ես այն ինչ որ մենք եղել ենք կայսրության մեջ, այսինքն սովետական միությունը չէ նշանակությունը, այսինքն Ռուսաստան պարզ ասենք։ Ընդհակառակը այդ էլ վտանգավոր քայլ է։ Այսինքն եթե դու ասում ես մենք կայսրությունից այդ ամիջ հրաժարվում, ընդհակառակ դու պիտի ասես։ Մենք եղել ենք սովետական միության մեջ, ինչ որ մենք արդեն դուրս ենք եկել, նույնը Ղարաբաղը դուրս է եկել։ Ղարաբաղը եւ մտավ Ադրբեջանի գազի մեջ 2022 թվականին, չէ՞։ Այսինքն մենք ասում ենք, Ղարաբաղը որ դուրս է եկել, ինքը երբեք Ադրբեջանի գազի մեջ երբեք չի եղել։ Այսինքն դա մերն է։ Պատկերացեք, հիմա ես ասում կամ չիմանալով են անում, չի հասկանալով։ Կամ դա պատվեր է։ Եվ պատվեր է, եթե Ռուսաստանին ենք փաստորեն դուրս մղում ենք։ Հիմա նայեք, ես մի բան հիմա կարամ հաստատվեմ։ Հիմա նույնիսկ հիմա ես որ ասեմ, դրանք ասել են 5-7 շահառությունը։ Այսինքն Ռուսաստանի գործակալներ, էսյան, էյան։ Նույնիսկ հիմա մի ժամանակ Ռուսաստան շատ ուզեցել, որ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, այդ ամսի 9-ին հայտարարությունը 20 թիվ պատերազմից հետո որ մենք ստորագրել ենք այդ 9-7 կետը հետ կապված։ Բացենք այսյանը։ Հիմա քանի որ այլևս Թուրքիան գնում է իրանց ճանապարհով, ռուսներին Սիրիայից դուրս մղելով։ Այո, այլևս Ադրբեջան Ռուսաստանը համար կորցրած պետությունն է, դրանք արդեն Թուրքիայի հետ միասին են, արդեն վաղուց, բայց ռուսները նոր են հասկանում։ Հիմա ռուսներին ձեռնատու չի, որ մենք խաղաղության պայմանագիրեր ստորագրենք, Ղարաբաղի մասին մոռանանք, դա շատ կարևոր է։ Բաները ժամանակ առնում, որ դուք խոսքի օրինակ, հա, իրոք մենք Ռուսաստանի հետ ճանապարհ չունենք գնալու։ Բայց քանի որ հիմա այս ամեն ինչ փոխվում է Տրամփից հետո, ու Տրամփը շարունակված է, որ Թուրքիան ուժեղանա։ Դրա համար ռուսներն ինչ է հաշվարկում։ Հիմա Թուրքիան ուժեղանում է, Ղարաբաղը իմ իշխելքի պատճառով տվել են, ոչ թե կորցրել տվել են։ Հիմա Թուրքիան ուժեղանում է տարածաշրջանում։ Հիմա ով ալնելու ստեղ Թուրքիան, Բրիտանիան, Չինաստան, Ադրբեջան, արդեն մեր տարածքը մտնում է Ուզբեկստան, շատ մեծ պետությունն է, 40 միլիոնոց պետությունն է, շատ զոր բանակ ունեն, ու դրանք Շուշիի դեկլարացիան էլ են ստորագրում։ Իսկ Շուշիի դեկլարացիան դա ավանդանկության հետ կապված, այսինքն դա ռազմական բլոկ է, այո։ Այսինքն նայեք, արդեն նշանակում է Ուզբեկստանը մտնում է մեր տարածքը, այսինքն դեռ ինչ է նշած Շուշիի դեկլարացիայի մեջ։ Դեռ նշած է, որ եթե հանգած պատերազմ է սկսում, ունդեղ նշած չի դրանց վրա են հարձակում, կամ դրանք են հարձակում։ Դրանք համատեղ մտնում են պատերազմի մեջ, խոսք ունենք Ադրբեջան ու Թուրքիան։
Հիմա միանում է երրորդ պետությունն, Ուզբեկստանը, արդեն 3 պարլամենտ էլ պիտի հաստատվեն, պատկերացրեք ինչ է կատարում, հիմա որ դու, նայք, Նիկոլ Փաշինյանը շատ ուշացել, որ ասի ռուսներին ստեսություն, 2 տարի առաջ, տարի կես առաջ, դու այլ կարող ասես իրաց ստեսությունը, արդեն ուշ է, քանի որ Տրամպի շնորհիվ Ռուսաստանը օրից օր ուժղանում է, եւ ռազմաճակատում Ուկրաինայում, եւ ամբողջ աշխարհում, հիմա ինքը բլոկ է ստեղծում, շատ ուժեղ բլոկ, հիմա մենք պիտի հաշվարկենք, հիմա բլոկը Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան, կարանք ասենք Ուզբեկստան, էդի Տրամպի շնորհիվ այդ բլոկը ստեղծում։ Մի ժամանակ ռուսների շնորհիվ, հիմա երկրորդ բլոկն է ստեղծում, էլ Տրամպի շնորհիվ։ Չինաստան, Ռուսաստան, Պարսկաստան, ու կարող է միանա Հնդկաստան, կարող է։ Հետագայում անպայման կմիանան Տրամպի դեմ Եվրոպա։ Հիմա եթե մենք շրջիր ենք դնում, իսկ Վրաստանն ու Հայաստանը որտեղ են մնում, Վրաստանը եւ Հայաստանը որ բլոկի մեջ են ընդգրկվում։ Հայաստանը իրան անխենք պատճառով ոչ միտեղ չկա։ Հայաստանը այսօր աշխարհում գոյություն չունի, նայեք, մենք ոչ միտեղ չկա։ Նայեք, Ադրբեջանը առաջարկում է ռուսներին եւ ամերիկացիներին, ասում է, եկեք իմ տարածքում բանակցեք։ Գալիս խոսում են։ Հետո Իսրայելը եւ Թուրքիան գալիս են Ադրբեջան, բանակցում են։ Հետո Ադրբեջանը իրեն գիտի կողմա Ուկրաինայի գործերի մեջ։ Մտնում այնտեղ, մտնում այստեղ, Եգիպտոս, Թուրքի ազգերի ինչ որ կազմակերպությունների մեջ, գնում է Բուդապեշտ։ Մենք ամեն օր լսում ենք Ադրբեջանը ստեղ, Ադրբեջանը այնտեղ, Ադրբեջանը ստեղ, Ադրբեջանը այնտեղ։ Մենք լսում ենք Հայաստանը որտեղ։ Հայաստանի մասին մենք լսում ենք, հիմա մենք չկանք։ Ոչ միտեղ մենք չկանք։ Մենք առօրվանից միջև երկու լսում ենք խաղաղության պայմանագիրը ճանապարհը բացենք, խաղաղության պայմանագիրը ճանապարհը բացենք, Թուրքիան։ Էսա Հայաստանը հիմա է դա։ Հիմա ես նորից ասում, լուրջ եմ ասում։ Սենց մի օր աչքերը կբացենք, դառնալու ենք վելայատ։ Նկատի ունեք պատվերով այս շեշտադրումները եւ այս պատվերը իրաց մեջ էդի փիլիսոփայությունն է։ Դրանք այդ կյանքով ապրում են ու ապրել են միշտ։ Առանց արտաքին աստեցության ապրել են, բայց արտաքին ուժեր օգտագործել են։ Եվ որ ուժերն են դրանք։ Այո։ Դրանք որ ուժերն են։ Ուժեր են, տարբեր։ Թուրքիայի միանշանակ դեղ կա, մի ժամանակ ռուսներ են եղել։ Հիմա արդեն մենք ռուսներին ասում ենք ցտեսություն, երևի թե արդեն ռուսներն են ասում ցտեսություն։ Հիմա այդ Բրիտանիան միշտ այդ խաղի մեջ է եղել, որովհետև մեր նախագահան որտեղից է եկել, ումշունն ասենք եղել, գիտենք ում մասին ենք խոսում, որ փախավ Հայաստան չի վերադարձավ, գնաց SMS-ով Էմիրատներից միանգամից գնաց Բրիտանիա։ Գիտեք, այդ ախույզները ոնց են ասում, այդ բանը ոնց է կոչում, էվակուացիա։ Այսինքն ասել են ստեղ վտանգավոր է որ գնաս, այլ ստեղ էլ դեռ չգնաս։ Բայց անօրինական դարավ, չէ, նախագահան։ Նայեք, ով է վերել Սերժ Սարգսյանը։ Իշխանությունը ով սենց հեշտ տվեց Սերժ Սարգսյանը։ Այդ ելքը Բրիտանիային մենք միշտ տենում ենք, միշտ։ Բրիտանիան միշտ կա այդ տարածաշրջանում։ Ռուսաստանին ասում ենք ցտեսություն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը նախորդեց նաև Անդրեյ Բելոսովի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը բավականին պահպանվում է եւ նրանք այդ լարվածությունը թեթևացնելու եւ ընդհանրապես իբր մեր անվտանգության հետ կապված հորդորում են արագացնել խաղաղության պայմանագիրը Երևանի եւ Բաքվի միջև կնքելու այդ գործընթացը։ Դուք ասում եք ռուսներին հիմա փաստորեն ձեռնատու չէ։ Այդ դեպքում այս հայտարարությունները Սյունիքը անընդհատ մատնանշել է, Սյունիքում դեսպանատուն բացելու այդ իրենց ողջերվածությունը Ֆրանսիան էլ է բացում, Ֆրանսիան ընդ որում Սյունիքում բացելու հետ կապված Լավրովի այցը եւս մեկ անգամ այդ մասին իր շեշտադրումը եւ իրենց նկարտումների մասին բացահայտ խոսեցին։ Այդ դեպքում այս հայտարարությունը եւ Պաշտպանության նախարարի այս հայտարարությունը ինչ որտեղ փոխկապակցված են։ Նայեք, գիտեք թե ֆրանսիացիք սենսնից են բացում։
Դե Ֆրանսիան կարծես թե ասեց, որ Սյունիքում դուք անելիք չունեք եւ ոչ մի ոտնձգություն մենք թույլ չենք տա։ Չէ, գիտեք ոնց մի հատ անեկդոտ կա, այդ Բուրգալիսա բժիշկին ասում է, իմ հարիվան ասում է, որ սենց այդ բաներ է անում 90 տարեկան, ինք ասում է դու էլ ասա։ Ասում է էլի։ Ասում է, նայեք, Ֆրանսիայի գաղափարը ես հիմա չեմ հասկանում, չնայած որ ես դրանք էլ ինձ ճանաչում, ես իրանց էլ եմ ճանաչում վերևներում։ Բայց նույնը, եթե դրանք Ջուլիանի այդ նախկին Աննուսրայի տերորիստին հիմա ճանաչում են որպես կառավարությունը, այդ տերորիստը, որ Ամերիկայի զինվորներին ասպանել, ամերիկացիք ասել է $10 միլիոն փող են տալիս, իրան գլուխը բերեք։ Բայց հիմա այդ գլխի հետ նստում են բանակցություն։ Ասում է լավ տղա է, շատ սիրուն, օյակապ, ինձ դուր է եկել, մի հատ էլ շիզոֆրենիկ ընդեղ է նստած։ Հասկանում հիմա շիզոֆրենիկի դառնա հիմա։ Նույն Ֆրանսիան ասում է, հետո ինչ 20 թվին համ Ֆրանսա, համ Ռուսաստանը, համ Հայաստան նախանձներ հայտարարություն են արել, որ իրանց տվյալներով Հայաստանը դեմ գրվում են աղաբիչներ, տերորիստներ արաբական երկրներից, առաջի երկրում, Սիրիայից եկածներ են, նույն Ալ-Նուսրա, Մուրադ Սուլտան ու եւ այլը։ Հա, ասել են, որ տերորիստներն դեղ են, այսինքն Ադրբեջանը դե Եվրոպա է համարում, որտեղ բանի մեջ ենք մենք, տարբեր պասիայի մեջ ենք, տարբեր եվրոպական ինստիտուտների մեջ ենք, չէ, այսինքն համարվում է Եվրոպա։ Եթե դուք Եվրոպան հայտարարություն եք անում, որ աղաբիչները մտել են արդեն Եվրոպա, հայերի դեմ պատերազմ են տանում, հիմա Ֆրանսիան ասում է, մենք թույլ չենք տալու, ոնց կարաս թույլ չտաս, խոսքը ինչ ես անելու, զինվորներ ես իջացնելու սամոլոտից, ինքնաթիռից, ինչ ես անելու, ասա, աչքը տենա էլի խոսքը։ Մենք իրենց ներկայությունը Սյունիքում դեռ ոչինչ չի ասում։ Ես ուզում եմ ասած ասում, նայեք, Եվ նույնիսկ փաստաթղթեր 3 ստորագրեցին, մտադրությունների մասին հռչակագիր ստորագրեցին։ Ախր հիմա ես գիտեք ոնց, ես չեմ սիրում այդ հեքիաթներ։ Ես ժողովուրդներ եմ հաճախում։ Մի նայեք ինչ են, այսինքն մի լսեք ինչ են խոսում, նայեք ինչ են անում։ Եթե Ֆրանսիան ասում է թույլ չեմ տալու, քեզ ով է խանգարում պայմանավորվի Նիկոլ Փաշինյանի հետ, մի օրվա մեջ Կուզորքը բեր նստացու Հայաստանում 10,000 հոգի մարդ, քո համար դա ոչ մի բան է։ Եթե Ֆրանսիան ասում է ես թույլ չեմ տալու, եթե sense ուժեղ ես, բա ինչու թույլ ես տալ, որ ամեն օր Ուկրաինայում ռմբակոծում են, Ուկրաինայում։ Ունդեղ պատերազմ ական։ Դուք ուժել չունեք կաղնացեք այդ պատերազմը։ Մենակ խոսում եք սանկցիա ենք նստելու, նոր սանկցիա եք ստանաք, էս ենք անելու, նենց ենք անելու, Տրամփ ասեց 24 ժամվա մեջ, արդեն 3 ամիս անցել է պատերազմը գնում է շարունակ, ամեն օր մարդիկ են զոհվում երկու կողմից, չեն կաղնացել։ Ինչ պիտի անեն ստեղ։ Նորից ասում եմ, մենք նախ եւ առաջ մենք ավանդության մասին մենք պիտի մտածենք։ Գիտեք ինչ է կատարվում բանակում։ Մինչև բանակին հասելը երեք Նիկոլ Փաշինյանն էլ էր խոսում էր ընդհանրապես այս խաղաղության բալանսավորված արտաքին քաղաքականության վարելու մասին եւ խոսում էր ավելի շատ դիվանագիտական հարաբերությունների այդ ձևավորման առաջընթացի ամեն ինչի մասին խոսում էր բացի բանակի զարգացումից։ Նայեք, սենց ասել։ Կամ գուցե կա ենթատեքստ, ես չեմ կարողացել հասկանալ։ Չէ, ոչ ենթատեքստը չկա, նայեք։ Դիվանագիտական գործիքներն են այն միջոցները, որոնք մենք պետք է հարաբերվենք եւ կարողանանք։ Այդ գործիքներից պիտի հասկանաք, այդ միջոցները պիտի օգտագործեք։ Այսքան պիտի հասկանաք գաղափար ունենաք, այդ գործիքները ոնց են աշխատում։ Հիմա որ ինքը ասում է, մենք պիտի sense կոմպլեմենտար դիվանագիտություն տանենք։ Ես ձեզ նորից ասում եմ, ժողովուրդներ եմ ասում։ Նայեք 19 թվին ես գլխավոր շտաբը զգուշացրել եմ, որ մինչև օկտեմբերի 20 թվին 1-ը պատերազմ անելու։ Այսինքն համարյա թե 8 ամիս առաջ ստացվեց։ Ուրեմն հետո 2 շաբաթ մայիսից ես ասել եմ, որ մինչև 3-4 ամսվա մեջ Ղարաբաղը չիլնելու կորցնելու ենք։ Տարբեր մաններում ես ուժային կառույցներում ասել եմ,
Նույն գլխավոր շտաբը զգուշացրել եմ։ Մենք ինֆորմացված ենք, մենք ունենք աղբյուրներ, որտեղից ստանում եք ինֆորմացիա։ Հիմա ձեզ նորից ասում եմ, ուզում եք պայմանագիր ստորագրեք, ուզում եք պայմանագիր մի ստորագրեք, մենք թուրքերի պլանների մասին ինֆորմացված ենք, այդ առաջին, երկրորդը, այսօր չէ, վաղը չէ, միսօր 2 ամսից, 3 ամսից, Թուրքիայի ու Ադրբեջանի պլանի մեջ կա, դրանք բոլոր դեպքերում ուժով փորձել են բացել Սյունիքը։ Նայեք, մի հատ իրանց քաղաքական գործիչը Թուրքիային անցած տարի նոյեմբերում ասեց. շատ շուտով Թուրքիան եւ Ադրբեջանը սահմանը չի ունենալու։ Այդ ինչ է նշանակում։ Այդ սովորական մարդ չի ասել։ Բարձի պաշտոնի մարդն ասեց, շատ շուտով Թուրքիայի ու Ադրբեջանը սահմանը չի լինելու։ Այդ նշանակում է մեր միջոցով ուրիշ ճանապարհ չունեն, չէ՞, կամ Վրաստանի միջոցով պիտի մտնեն, կամ Սյունիքը։ Դու Հայաստանը, չէ՞։ Դրանք են ասում, ես չեմ ասում, այ ժողովուրդ ջան։ Եթե Թուրքիան ասում են, որ սահմանը չի լինելու Թուրքիա-Ադրբեջանի միջոցով, այդ ինչ է նշանակում։ Նիկոլ Փաշինյան, դու չես լսում, դրանք ինչ են ասում։ Էրդողանը ինչ ասեց, որ մտավ Սիրիան, ես այդ Սիրիայում կավարտենք, կզբաղվենք Սյունիքով, Զանգիզուրով։ Ես եմ ասել, Էրդողանն ասել։ Հաշվի չես առնում, դա ուզում ես գնա 26 հատ ստորագրություն դուր։ Ստորագրությունը ապահովում է միայն ու միայն կու պետությունը, այսինքն բանակը, ուժային կառույցներ, ու ժողովուրդը ու տնտեսությունը, երկրորդը դեմոգրաֆիան։ Այդ ուղղությամբ վերապիտի աշխատենք։ Պարոն Պողոսյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 7։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Պողոսյան, երեկվա այդ շնորհավորական ուղերձի հետ կապված մեկ հարց եւս ունեմ, որից հետո կամփոփենք եւ կանցնենք մյուս հարցերին։ Դուք ասում եք Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սահմաններ չեն լինելու։ Չլինելը նշանակում է, որ պետք է լինի Հայաստանով եւ Հայաստանի մի կտորը անպայման պետք է արդեն դառնա իրենց։ Խաղաղության պայմանագիրը հերքում եք, որ չի ստորագրվելու, քանի որ դրա միտումը չեք տեսնում Ադրբեջանի կողմից։ Երեք իր տեքստը ավարտելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ պատերազմ չի լինելու։ Եվ այս մասին նա հայտարարեց նաև Երևանյան երկխոսություն համաժողովին, երբ մենք դրսից բավականին շատ հյուրեր ունենք եւ համոզիչ էր ասում։ Այդ դեպքում հիմա որտեղ է այստեղ հակասությունը։ Ինչու պատերազմ չի լինելու ներկայիս իշխանությունը հայտարարում է, դուք ասում եք լինելու է, չի լինի այն դեպքում, եթե մենք ունենանք հզոր բանակ։ Եթե պետք է ունենալ հզոր բանակ, մենք կամ պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, կամ պետք է ունենանք մեր ժամկետային զինծառայողները, մեր մի խոսքով մեր ձևաչափով շարունակենք զորակոչը։ Այդ դեպքում քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է նաև նախագիծ ունի, որ կարող ես գումարներ վճարել եւ ծառայությունդ ժամկետը ծառայության քչացնել։ Որտեղ այստեղ բոլորը իրար հակասական իրողություններ են։ Ոչ մի հակասական չկա, դրանք գնում են այն ճանապարհով։ Հակասական նկատի ունեմ իշխանության ձևաչափը, դեպի խաղաղության են գնում, բանակներ են կարծես թե թեթևացնում, դուք Ուրեմն ես ինչ եմ ասում, նոր մի քիչ առաջ չեմ ասել, ասում եմ մի լսեք ինչ են ասում, նայեք ինչ են անում։ Ու անում են։ Այդ քաղաքական պայմանագիրը, բան է կուսակցությունը։ Նայեք, նախ առաջ է պետական դավաճանությունն է, այս օրենքը ընդունելու մասին է։ Օրենք է կապված, որ խոսք ունենք դու կարաս 20 կամ 25 միլիոն դրամ մուծես, այդ մոտորապես ինչ կան անում, մի 15-20 $, չէ։ Մենք ունենք սահմանադրություն օրենքներ, 14-րդ հոդվածը, դեղ նշացա, Հայաստանի քաղաքացի պարտավոր, դեղ ուրիշ բան չկա, երկրորդ բան չկա, պարտավոր պիտի պաշտպանի իրեն հայրենիքին, նշացա, չէ, նշացա ես հենց, որ դեր չկա, որ դու կարաս փողից ազատվես, փողի միջոցով կամ բան, նայեք, համեստեղ ինչ են անում, նախ եւ առաջ այդ բանակի թույլատնում են, այդ առաջին, երկրորդը, այն ինչ որ եղել է մեր համար սուրբ բաները, որ մենք պիտի գնանք մեր հայրենիքը զենքով պաշտպանենք, դառնում է ոչ մի բան։ Նախ եւ առաջ ով ասել, որ դուք արանք այլասահմանադրությունը չեն փոխել, այդ արդեն խախտում է, դա արդեն քրեական գործ պիտի ասեն։ Դրանք միշտ դրա փոխարեն ուզում են միջև ամառ կարծես թե արագացնել այս նախագծի ընդունումը, որպեսզի ուրեմն թող սկզբից սահմանադրությունը փոխվի, հետո դու կարաս օրենքներ անես, այդ սահմանադրությունը օրենքի մեջ դու կարաս նշես խոսքերնակ ինչ որ մի բան։ Այդ էլ թույլ չենք տալու։ Այդ հիմա ես ասում, եթե օրենքով ես գնում, այդ ճանապարհով ես գնում։ Դու պիտի սկզբի սահմանադրությունը օրենքները փոխես, հետո մտցնես այդ նոր գաղափարներ, այդ էշությունները, ասենց ասեմ։ Այդ ինչ է նշանակում։ Նախ եւ առաջ դա պետական դավաճանությունն է։ Եթե մարդ կարա գնա փողով բանակից ազատվի, ասում են միջև հիմա ազատվել են, ներքին կարգով են ազատվել, այդ գումարները գնացել է ոմանց գրպանները։ Իսկ հիմա կգնա թող գնա պետական բյուջե եւ վճարեն այն մարդկանց, ովքեր որ կծառայեն, այսինքն ուրեմն եթե դրանք պաստեր ունեն, որ փողի միջոցով ազատվել են, թող նստացնեն։ Եթե դրանք իմանալով չեն նստացնում,
Եվս պետական դավաճանություն է։ Այդ էլ պետական դավաճան ու դրանք քաղաքական գործիչներ են ու դրանք ոչ պետականամեջ են ու դրանք ոչ մի բանը 0 են։ Երրորդը ամենավտանգավոր բանը ստեղ ինչա բերում։ Հիմա ծնողներ թող ինձ ուշադիր լսեն։ Ուշադիր լսեք ինձ։ Երեք ես լսել եմ Պաշտպանության նախարարի ելույթը այդ թեմայի հետ կապված, թեմայի կապակցության։ Ուրեմն ինչ ասում նախարարը։ Ուրեմն ծնողները ինձ լսեք ուշադիր։ Այդ նշանակում է, որ մարդիկ, որ հիմա իրանց հաշվի իրան 1 միլիոն դրամ էլ չկա, սենց մարդիկ լիք Հայաստանում, այսինքն ինչ որ մի հատ հարուստները տղեր կա, միջինը կամ շատ հարուստներ են, պողի միջոցով, Հաստատ կազատվեն։ հաստատ կազատվեն, Եվ մինչև հիմա էլ դուք ինչ որ մի հարուստի գիտեք, որ տղաները տենց ծառայել են։ սա պիտի նստեն, իշխանությունը որ փոխվի, Սա ինֆորմացիան մենք կհանենք, նորից կողարկենք բժիշկների մոտ, տոստուգին, իրոք հիվանդատ է հիվանդ չի։ Եթե դաժե հիմա ինքը 40 տարեկան, բայց որ ժամանակին չի գնացել, փողից ազատվել է, ու բժիշկներ կասեն ոչ մի հիվանդություն չունի, ստից բաներ են գրել, եթե դաժե 20 տարի անցավ կգնա 10 տարի կնստի։ Դրա համար այս օրենքը քանի իրենք են շուշուտում։ Օրենքը փոխել են, այդ սա օրենքը մենք հանելու ենք, որ իշխանությունը փոխել։ Հիմա ծնողները ինչու պետք է ուշադիր։ Ուրեմն ուշադիր լինեն ինչ բանով։ Հիմա ծեր երեխեք ուրիշի տեղ պիտի գնան ձեր երեխեքի ծառայեն։ Ստեղ մի հատ հարց առաջանում։ Լավ այդ մարդը փողը տալիս կոստնա 25 միլիոն դրամ։ Չի գնում, չի ծառայում։ Այդ ինչ է նշանակում, եթե պատերազմը սկսվում է դուք իրան չեք տանելու բանակը։ Ասում են, եթե նման դեպք լինի, արդեն բոլորի համար պետք է որ։ Չէ, հիմա դեռ չեն ասում, տանելու են, դա չեն տանելու պատերազմին։ Հարց առաջան, երկու հարց առաջան։ Առաջինը, եթե դուք փող ստանալուց հետո պատերազմ եք տանում, այսինքն մարդկանց գցում եք, փող եք վերցնում, հետո նորից պատերազմ եք տանում։ Այդ առաջինը։ Երկրորդը, եթե դուք այդ մարդը որ չի ծառայել, տանում եք, կողում եք հենց պատերազմ ճակատի մեջ։ Մարդ բանակը չի անցել, ավտոմատը չգիտի, կրակելու բաները պատրաստ չի, միս եք դառնում, առաջի մարտական գործողությունների մեջ ինքի զոհվելու է, ում եք տանելու, այդ երկրորդ։ Երրորդը, ինչու խոսք է օրինակ, ձեր երեխեն, դուք 24 միլիոն դրամ չունեք, ձեր երեխեն պիտի գնա համցարայի, համասնակցի պատերազմի, կարող է զոհվի, կարող է վիրավորվի, կարող է ինչ-որ Հաշմանդամ դառնա։ Առանց ձերքի ոտերի մնա, չէ։ Իսկ այդ հարուստներ երեխեքը իրանց համար ռեստորաններում պիտի վերենգացելնեն այդ անասուններ ու իրանց լազգան։ Ծնողներ, ես ասում եմ, նայեք, Էդի նայեք շատ վտանգավոր սոցիալական հարցեր է բացվածում ստեղ։ Ընդ որում հանրության շրջանակներում արվել են հարցումներ, հանրություններ պատրաստ չի այս փոփոխությանը, հենց առաջին հերթին թե սոցիալական եւ հայրենիքի հանդեպ պարտքի զգացողության ու Ուրիշ մեր սկզբունքները ոչնչացնում են։ Բանակը Մեր գաղափարը ոչ, նայեք, բանակը սա ասում ենք, բանակը, բայց բանակը չգիտեն այդ ինչ բան է։ Այդ շատ հին բան է։ չծառայեցներ, ընդ որում խորհրդարանում Բանակը երկու բառից է։ Բան այն ժամանակ աղբյուրը։ Չէ, բանը պաշտպանված բանը։ Ու ակը աղբյուրն է, բան ակը։ Այդ հիմա է տրանսֆորմացիա դարել, ասում ենք բանակ, բայց դա շատ հին բառ է։ Հիմա եթե այս մարդիկ որ փողից ազատում են, ծնողներ այդ հարցը բարձրացրեք։ Ես նորից ասում, ստիպեք, որ դրանք այդ օրենքից հրաժարվեն, հեչ անեն։ Ես ասում եմ, գիտեք ինչ անելու։ Հիմա ծնողներ ասեն ասես, ինչու մեկը պիտի փողից ազատվի, իմ երեխան պիտի գնա։ Ու երեխեքին ասել են չէ գնալու։ Վարկեր կվերցնեն, տներ կվաճառեն։ Ոչ մի բան չեն վերցնելու, ասել են չեմ տանում, ինչ ես անելու։ Դու այսքան ոստիկան չունես ամեն մի տուն մտնես, երեխուն վերցնես, այդից դեռ բան անելու, եղաշրջում անելու մի անգամից։ Այս ժողովուրդը փեդ են վերցնելու, բան են վերցնելու, ասել են դի նայեք, սկզբունքներ են ոչնչացնում են դրանք։ Այդ համել ինչ են ասում, եթե այն ծնողներ, որ ուզում են երեխեքին ստեից հանեն, տանեն արտասահման ու Հայաստանի քաղաքականությունը հրաժարվեն 20 կամ 25 միլիոն դրամ պիտի մուծեն։ Նորից նայեք, այսքան անգրակետ են, բան չեն հասկանում, նայեք։ Խոսք ունենք մեծ մասը գնում են Ռուսաստան, ավելի հեշտ է մտնել Ռուսաստան կամ Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ։
Դեռ նայեք ինչ է կատարվում։ Մար որ մտնում է։ Խոսք ունակ ասում են մենք գնում ենք բարիկամների մոտ։ Երեխեն խոսք ունակ 16 կամ 15 տարեկան։ Գնում են դեռ բարիկամների մոտ։ Փաստաթղթեր են ազնում, ստանում են քաղաքականությունը։ Ռուսաստանը ազնագեր են ստանում։ Ռուսաստանում օրենք կա, եթե դու այն օրը որ դու փաստաթղթեր ես ազնում, որ քաղաքականություն ես ստանալու, դեռ մի հատ կես թուղթ են տալու, դու ստորագրում ես երկու փաստաթուղթ։ Մի հատ գնում ես պոչտայի միջոցով, ուղարկում ես Ռուսաստան, որ Հայաստան, որ դու հրաժարվում ես քաղաքականությունից, Հայաստանի։ Երկրորդ փաստաթուղթը պոչտայում դնում են մի հատ պեչատ են դնում, խոսքինակ մի հատ նշան են դնում, այդ նշանը բերում ես համապատասխան մարմիններին, ասում ես նայեք, ես ուղարկել եմ։ Ու դեռ մի հատ փաստաթուղթ ես բերեմ, որ նամակը գնաց։ Դրանից հետո, այդ որ թուղթը հանձնում ես, որ դու հրաժարվել ես Հայաստանի քաղաքականությունից ու ուղարկել ես Հայաստան, Ռուսաստանը համարվում է այլևս դու Հայաստանի քաղաքացի չես։ Ուզում է Հայաստան ընդունում է գրածը ուղարկած կամ չի ընդունում։ Հետո դու խոսք ունակ գալիս է 18 տարի զինկոմիսարիատում տենում են, ահա, Պետրոսյան Պետրոսը պիտի գնա բանակը։ Ուղարկում են բան, զանգում են, ասում են եկեք վաղը զինկոմիսար, ասում են Ռուսաստանում։ Քրեական գործ են բացում, ասում են 20 միլիոն դրամ, այդ փաստաթղթերը ուղարկում են Ռուսաստան, Ռուսաստանը ասում է ստեյցություն, ինքի Ռուսաստանի քաղաքացի դե գնաստեից։ Այսքան անգրակին են սովորական բաներ էլ չեն հասկանում։ Նորից ես ասում եմ, ծնողներ, ոտքի վրա կանգնեք, այդ հարցերը բարձրացրեք։ Ես չեմ հասկանում ոնց։ Հասկանում եք, մեկը պիտի գնա զոհվի, երկրորդը չի գնում, քանի որ փող ունի։ Այսինքն ուրեմն ով է այդ օրենքը ընդունել։ Ձեր երեխեքը թող գնան, ծառայեն, իրենց կյանքերը դնեն վտանգի տակ, ձմեր, ամառ, աշուն, գարուն, անձրևի տակ, ձյունի տակ թող գնան, կաղնեն։ Հասկանում եք ինչ են անում։ Այդ ամենասուրբ բաները, որ է մեր համար բանակ է եղել, այդ էլ են սպանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյատապանը կրկին եթերում է։ Հիմա եթե ամփոփենք զինվորական ծառայությունը գումարի դիմաց, փաստորեն այսպես ենք պատկերացնում, հանրությունը ամեն ինչ կանի, որպեսզի իրենց որդիները չգնան ծառայության, պարոն Պողոսյան չպետք է գնալ ծառայության, թե պետք է փնտրել գտնել, թե ինչու են մարդիկ խուսափում ծառայությունից։ Գուցե այստեղ կարգավորումները ավելի լավ կլինի, կամ ինչու տալ եւ չգնալ, գուցե գնացողին պետք է ինչ-որտեղ մի փոքր ավելի ֆինանսապես շահագրգռել, վճարումներ ավելացնել կամ չգիտես ինչ։ Ինչ անել։ Մեկ է, մարդիկ լինելու են բնակարաններ են վաճառելու, պարտքեր են անելու, որ իրենց տղաները չգնան ծառայության։ Իսկ դա նշանակում է սոցիալական մեծ արդեն վտանգ, սոցիալապես աղքատություն, որտեղ մենք շատ լավ գիտենք, մարդիկ նույնիսկ աշխատանքը կարող են մեկ օրվա ընթացքում կորցնել։ Նայեք, ստեղ բան կա, ինչու չեն ուզում գնալ։ Դրանք ամեն ինչ արել են, որ ժողովրդի բանակից հեռացան։ Ու սկսել են ամսը 18 թվից, այդ որ ազնաժողով են ստեղծել։ Բայց մինչև 18 թվականներ 90-ականներից տղաներին սկսեցին հանել Հայաստանից։ Եվ այդ 90-ականներին արդեն ծնված տղաներին ում հանեցին 2000-ականներին, այսօր Ուկրաինայում եւ Ռուսաստանի Դաշնությունում այդ պատերազմի ժամանակ մենք հայեր ունեցանք, որ զոհվեցին։ Ոչ թե ունենք որ զոհվեցին, բազմաթիվ քանակով հերոսներ դեռ կա։ Նկատի ունեմ նոր չի, որ խուսափում են բանակից խուսափել են դեռ 90-ականներից։ Էդի շատ քիչ է։ Եվ հենց հիմա մենք արդեն կանդրադառնանք, թե ինչու է Լևոն Զուրաբյանը նշում, որ Սամվել Բաբայանը ստում է։ Գուցե այս կծիկը հենց այս ժամանակվանից է գալիս։ Նայեք, նախ եւ առաջ այսքան շատ չեն դուրս են եկել Հայաստանից։ Այդ առաջինը։ Մենք հաղթել ենք, չէ՞, այն պատերազմին, բոլոր դեպքերում։ Մեր սերունդը, ձեր սերունդը գիտի, որ մենք հաղթել ենք եւ մայիսյան տոներ ենք նշել։ Ես էլ մասնակից եմ, էդի բան չէ։ Ուրեմն 18 թվից, այդ որ ասում եք ժողովուրդը դուրս է եկել Հայաստանից, այդ գիտեք ինչից։ Որովհետեւ նայել են, որ հիմա նախարարներ, իրավատեղակալներ, ոչ իմ այդ իշխանավորներ, դրանք լավ են ապրում, ինչ ուզում են անում են, ուզում են սպանում են, ուզում են նստացնում են, ուզում են գողանում են, իրենց հետ ոչ մի բան չի լինում։ Գործ չկա, գործարաններ չկա, ինչ չկա, ինչ չկա, ժողովուրդ այդ պատճառով դուրս է եկել մեծ մասով։ Որովհետև լիքը խախտումներ է եղել մարդկանց նկատմամբ։ Նստացել են,
բիզնեսներ են վերցրել, այդ բանից են դուրս եկել մեծ։ Անվտանգություն եւ անարդարություն, այս երկուսը որտեղ հաց այդտեղ կար, աշխատանք չկար, հացի խնդիր Այն ժամանակ անվտանգության մասին ոչ մեկը չի մտածել, որովհետեւ տեսել են բանակը ձիգ է, խոսքը օրինակ պետություն կա, չնայած նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Քոչարյան, Սարգսյանը ոչ մի բան չեն արել բանակի համար, համարյա թե։ Ինչ որ մենք ստեղծել ենք, դա եղել։ Բանակի բյուջետը եղել է տարվա մեջ 200 միլիոն դոլար։ Այսինքն 10 տարվա մեջ 2.5-2 միլիարդ, 3 միլիարդ մաքսիմում էդի բանն է եղել։ Այդ փողով ինչ պիտի 10 տարվա մեջ արդես կամ անես։ Հիմա խոսքի դրա մասին չի։ Ուրեմն 18-ին դրանք եկել են ու ազնաժողով են ստեղծել։ Ազգային ժողովում, չէ՞։ Անդրանիկ Քոչարյանի բան, Էտապերյանի դեպքերի հետ կապված։ Ու դրանից հետո սկսել են Տուշոնկա, Մանվել Գրիգարյանը, էս բանակը բանակ չի, գեներալ չի, Թալան չի, SN, իբրև չբացահայտված մահացության դեպքեր։ Այո, բայց Մենք սևազգեստ մայրեր ունենք, այդ իրանց ապրելի դեպքերը հետաքրքիր չի եղել։ Դա միջոց է ու գործիք է, որ ստիպեն ժողովրդին, որ բանակից հերաստապեն, որովհետև Հայաստանը միշտ ունեցել է երկու բարձր ինստիտուտ, բարձր ռեյտինգով։ Մի հատ է եկեղեցու է, երկրորդ բանակը։ Հիմա ամեն ինչ արել են, մարդիկ միշտ Դե Մարտունակ բանակի այդ փուչիկներ կարծես թե պայթեց 44 օրյա պատերազմում։ Մի վարքյան, ինչ փուչիկը, բանակը փուչիկ չի եղել։ Եթե բանակը փուչիկ է, այդ ոնց հակառակորդը 22,000 հոգի զոհ տվեց, ու մի մոռացեք, նախ եւ առաջ եւս մի անգամ ասում եմ։ Դա ես չեմ ասում էլ այդ փուչիկը, նկատի ունեմ։ Դրանք, փուչիկը դրանք են հենց, ովքեր ասում են, ու իշխանությունը հենց չկրակող զենքեր։ Ուրեմն նայեք։ Դատվող նախարար հիմա։ Դե նույն Արման Բաբաջանն էլ դեզերտիր է, բան չի, բանակում չի ծառայող, հիմա շատ մեծ խոսում է Հայաստանի մասին, եթե Հայաստան այսքան շատ սիրում ես գնա նորից ծառայի, հասկանանք որ դու հայ ես։ Ուրեմն նայեք, 4 պետության դեմ ու կիսապրատ պայսներով։ Տեսնում եք դուք էլ եք գալիս այդ Մարտունակ բանակ, ուրիշ բան որ մեր տղաները ոգի են ունեցել, այդ մեր տղաները հերոսներ են մեր տղաները եղել, բայց չէ որ զինվորը երբ որ զենք չի ունենում մարտի դաշտում նա դադարում է։ Չի կարելի ասել մենակ զինվորի մասին, խոսքինակ սովորական զինվորի մասին։ Զինվորը, այդ գիտեք առանց հրամանատարին, սպային, այդ ոնց որ ավտոմատ է առանց պամպուշին։ Եթե ավտոմատի մեջ պամպուշ չկա, ավտոմատը չկրակում։ Պամպուշ դեռ չենք ունեցել։ Չէ, ես էդի բանն է, մետաֆորա է։ Եթե զենքի մեջ պամպուշը չկա, ավտոմատը չի կրակում։ Եթե զինվորի կողքը նորմալ սպա չի կանգնում, զինվորը էլ ոչ մի բան է։ Այս ամեն ինչու եմ ասում, ոչ թե հիմա է եկել հիասթափվելու ժամանակը բանակից միշտ հիասթափված է եղել, վախեցած է եղել ժողովուրդը։ Ժողովուրդը հայկական բանակի մասի հիասթափված է եղել։ Բա 30 տարի դողով այդ ժողովրդին պահեց։ Բանակն է պահել, բայց նորից գալիս ենք այն հետևության, որ այն ժամանակ էլ են բանակում ծառայել նրանք, ովքեր չեն կարողացել բանակից ազատվել։ Գուցե քիչ է եղել, բայց մարդիկ գտել են ձևերը, մեխանիզմները, ինչպես ծառայել։ Դուք հայ ժողովրդից ուզում եք մի հատ ռոբոտ սարքեք, որ սաղ պիտի չգիտեմ ինչ դառնեն, աստված են դառնում, շատ բարձր մակարդակով, որակով մարդիկ են, չկասես բան։ Ամերիկայում պատերազմ լինելու, բայց 50% փախնել են Ամերիկայից։ Ֆրանսիայում, ին Ֆրանսիայի մի հատ զինվորական ասում, բացի գեներալը։ Ասես եկավ մեր պոլիգոնը նայում է, մեր երիտասարդներ գնում են պարամպունքին, նույն Վովի Վարդանովի մոտ։ Բերել եմ դեղին սկսել լացել, իրոք լացել։ Ասում է, ցավոտ տանեմ ասում է։ Արա դու ինչ բախտավոր մարդիկ եք, աղջիկերքը 16, 18, 17 տարի գալիս են պարապում են։ Ասում է Ֆրանսիայի իր միած ռումբ անգնում, ասում է հավատայինս Ֆրանսիա քեսը փախնել է ուրիշ տեղ։ Ասում է Եվրոպայում դու սենց ժողովուրդ չունես որակով, որ կարան գնան, ասում է պատերազմը Եվրոպայում որ կսկսվի 50% մինիմում փախնելու են Եվրոպայից։ Չկա սենց ազգը, որտեղ մարդիկ չկան, որ չեն ուզում գնան պատերազմին, մասնակցեն, վախում են։ Կյանքը շատ լուրջ բան է, գիտեք, ես այդ պատերազմում շատ բաներ եմ տեսել։ Ես տեսում եմ մարդ, որ ուշ կկորցնում է, եթե մի հատ պամպուշ կողքով անցնում է, 24 ժամ թուլացած վիճակում ալնում։ Չի վիրավորվում։ Դե հիմա ինչ է նշանակում, մենք հիվանդների պետք է տանենք ծառայության։
Այդպես է ստացվում, անդամների պետք է տանենք այդ այս օրենքը։ Մենք միշտ հերասապված ենք եղել ժողովուրդը միշտ։ Մենք չէ, մարդիկ իրենց տղաներին Այդ երկրից հանել են։ տոկոսներ կան։ Ես նորից ասում եմ, 18 տարեկանից սկսած 18 տարեկանից սկսած եթե մարդ անցնում է սահման տեկուս ծնողների հետ, նախ եւ առաջ պետք է թույլտվություն վերցնել զինկոմիսարիատից։ Համել պիտի դեր նշեն։ Քանի ամսով ես գնում։ Մի ամսով ես գնում։ Մի ամսից հետո պիտի ստեղ լինես։ Իսկ եթե չես լինում։ Չես լինում, միանգամից քրեական գործ ենք բացում, արդեն դու նախորդ պատրաստ ես փախնել Հայաստանից։ Դե քրեական գործեր ուրիշների։ Դե հիմա փաստորեն այս նախագիծը ասում են եկեք ժողովուրդ ջան, այնպես անենք, որ դրսի այդ Չէ, ես ավարտեմ։ ավարտեք։ Ուրեմն նայեք, դու ես եկել, մի ամսով, մի ամսից ստեղ պիտի լինես։ Մի տարով, մի տարից պիտի ստեղ լինես։ Ու թույլ չես տալու իմը, դաժե մի տարի ընդեր գտնվի, որ շուտ քաղաքականությունը չստանա։ Մի տարից, կես տարից հետո չես եկել, կես տարվա մեջ երբեք քաղաքականությունը չի ստանալու ոչ մի երկրում։ Քեզ գալի կը միանգամից քրեական գործ, միանգամից տալիս է սողորկումից հետպետությունը, իրան բերեն ստեղ։ Որ չփախնեն։ Ոչ մի փող, ոչ մի կոպեկով, ոչ մի բան։ Սահմանադրությունը մեջ նշած է, պարտավոր պիտի հայրենիքը գնաք պաշտպանեք։ Օրենքով։ Ոչ մի բանակը բան չի, բիզնես չի։ Չես գնում, չես ծառայում։ Կգնաս 10 տարի բանդում կփտես։ Ու շատ վատ ես ապրելու, ընդդեից հիվանդ մարդ կդուրս գաս։ Ոչ մի տղամարդ իրավունք չունի։ Մտածի Հայաստանը այդ իրավիճակում է գտնվում, որ կարան փախնեն։ Ինչ որ վերաբերում է Սամվել Բաբայանի հետ։ Նույն Լովա Զուրաբյանն հետ կապված իրանց բանավեճը։ Սամվել Բաբայանն ասում է, որ ես ուզեցել եմ գնամ վերցնեմ Միրբաշիրը։ Չգիտեմ, Բաքու էլ կմտնեմ, Միրբաշիրը էլ կմտնեմ, այդ ցավը։ Նախ եւ առաջ քեզ ով թույլ կտա, որ դու մտնես այն ժամանակ։ Կարող է ինքնագլուխ ես եղել։ Աշխարհել կա, չէ։ Ուժեղ պետք է նույն Ռուսաստան կա, նույն Ֆրանսիան կա, նույն Միացյալ Նահանգներ կան, նույն Բրիտանիան կա։ Նույնը Պակիստան, Պարսկաստան կա։ Ով քեզ կտողի դու գնաս մտնես, վերցնես։ Այդ առաջինը։ Քանի որ նայեք, ինքը երբեք քաղաքական գործիչ չի եղել, նախագահի համակարգում չի աշխատել։ Ու ինքը չգիտեմ ինչ բանապություններ է եղել, ու ոնց են ճնշել նախագահի իրա, եթե հանգած մենք գնում ենք առաջ։ Դրանք չեն պատկերացնում։ Նույն Միացյալ Նահանգներն ասեն, հանգած Շուշի որ վերցնեք, չնեղանաք մեզանից, նույն Պարսիկը ասեն, նույն Ռուսաստանն ասեն, նույն Ֆրանսիան ասեն, հանգած կգնաք առաջ, չնեղանաք։ Գնացել ենք, վերցրել ենք։ Չէ, վերցրել ենք։ Հիմա ասում եմ, ես չեմ ստորագրել։ Ապաստատուղթը։ Սամվել Բաբայանը ստորագրությունը։ Եսա։ Սեր նշած է։ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայան։ Հիմա սա ինչի մասն է խոսում։ Ինչու է խոսում այդ ինքը ասում է ես դեմ եմ եղել, որ ստորագրեն այդ զինադատարի մասին խոսակցությունա գնում, որ զինադատարի կողմասն է։ 2 ամսով թե։ Չէ, չկասես 2 ամիս միամես դեղ ուրիշ ինքը կամ չի հասկանում։ Կամ պատվերով է խոսում ես կանել։ Մեր ախտանակը ուզում են ձերքից խլեն։ Ասեն մենակ Նիկոլ Փաշինյանն է, իրան գահապարներով ախտանակը 18-ից է սկսում մեր մոտ։ Այդ է իրանց նպատակը։ Եթե ախտանակը վերցնում են մեր ձեռքից, գալիս են ամեն ինչ ուզում են վերցնել, զրոյական կետին են հասնում, որ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ոչնչացնեն, այդ մեր պատմությունները ոչնչացնում են, Արարատը Արարատ չի, այս բանը այն բան չի, Նախճիվանի մասին մոռացի, Ղարաբաղի մասին այստեղ ինչ է նշած, նայեք, Սամվել Բաբայան ասում է. Ես Բիշկեկի պրոտոկոլների հետ Բիշկեկում որ եղել է, բան չեմ ստորագրել։ Ստեղ բանն է գերած, Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Կոզերև, ում նշած է այդ բանը փաստաթուղթը իրանց համար, ու հատուկ նշանակության դեսպանը Կազիմիրովը, գիտեք այդ ով է եղել, ու իր կողմից ստորագրում են Ադրբեջանի պաշտպանության նախարարն է դնում ստորագրությունը, Հայաստանը պաշտպանության նախարարն է ստորագրում ու պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, իրան ստորագրությունով։
ու այդ ուղարկում են Ռուսաստան, այս պատասխանատվով, ունդեղ նշած է, ինքը ասում է ես Բիշկեկը չեմ ստորագրել, բայց տեղ նշած է, նայեք, այդ զինադատարի հետ կապված, որտեղ նշած է, Բիշկեկի պրոտոկոլների հետ կապված մայիսին ամսի 5-ին 94 թիվ վերացավ։ Հետո ստեղ նշում են, էլ պրոտոկոլ կա 18 ֆևրալին 94 թվականից։ Նայ, ամբողջ տեղ նշած է Բիշկեկ։ Այսինքն, եթե դու ստորագրում ես, ստացվում է, որ դու այն պրոտոկոլների իրա, դու ստորագրություն ես դնում, ստեղ նշած է։ Հետո ինքը ասում է 30 օրվա մեջ։ Սենց բան չկա, երկրորդ փաստաթուղթը էլ կա։ Ստեղ Էլի Սամվել Բաբայանը ստորագրությունները։ Ինքը որ ասում է 30 օրով զինադատար, դա էլ սուտ է։ 30 օրով չի։ Դեղ նշած է 30 օրվա մեջ դուք այդ զինադատարից հետո 00-ից ոսկի ունենք ժամից դուք նստում եք 30 օրվա մեջ մեծ պայմանագիր եք ստորագրում, որ երկարաժամկետ այդ զինադատար պահպանեք ու հետագայում միջև այդ հարցի լուծումը չճարեք։ Այդ է նշած։ Ին կամ չի հասկանում, կամ ստում է։ Ու Լևոն Զորաբյանը, ստեղ լրիվ ճիշտ է, որովհետև Սամվել Բաբայանը որ լսես, ասում է ես դեմ չեմ եղել։ Սամվել դու մոռացել ես ոնց ես խնդրել Հայաստանի նախագահին, որ ինքը այդ պատերազմը կաղնացնի։ Երկրորդը, որ ժողովրդին ասում է, ես կարայի գնայի առաջ, ինձ կաղնացրել է, ես չեմ ուզեցել ստորագրեմ։ Քեզ ով Պարապողության մի հայտարարություն մեր հեռուստադիտողների համար, հարգելի հայրենակիցներ, մենք հիմա դուրս ենք գալիս ABC հեռուստաընկերության եթերից, բայց շարունակում ենք մեր զրույցը Նոյան Տապանի պատրոնում, այնպես որ հետևեք խնդրեմ։ Շարունակեք ձեր միտքը, պարզապես մեր եթերաժամանակը սպառվեց այդտեղ։ Ուրեմն, ասում է, ինձ կաղնացրել են, ես չեմ ուզեցել, որ այդ 94 թվականին մենք այդ պատերազմը կաղնացնենք, այսինքն զինադատարը ստորագրենք։ Ուրեմն, Սամվել Բաբայանը երևի մոռացել է, որ Հայաստանը նախագահային խնդրեց ամեն ինչ անի, որ այդ պատերազմը կաղնացնենք։ Այդ առաջինը, երկրորդը ու ամենակարևորը։ Այն ժամանակ սենց իրավիճակն է ստեղծել, որ արդեն պայիսներում մենք համարյա թե ոչ մի բան չենք ունեցել։ Լրիվ մեր զենք զինամթերք սպառված է եղել ու կախված ենք եղել Ռուսաստանից։ Երեք պետությունը Ռուսաստանն ու Ֆրանսիան միասնող նախագներ որոշում են կայացել այդ պատերազմը պիտի կաղնացնենք։ Ժամանակ է գալիս, որ Գրաչովը ասում է, այդ պատերազմը պիտի կաղնացնի, Ադրբեջանը էլ է ուզում կաղնացնել այդ պատերազմը, մենք ասում ենք խոսքի օրինակ չենք կաղնացնում, Գրաչովը ասում է, եթե չենք կաղնացնում, ոչ մի բան մեզնից չեք ստանալու, ոչ զենք, ոչ զինամթերք, դե գնացեք, ոնց ուզում եք գնացեք, ինչ ես անելու այն ժամանակ, երկրորդը, արդեն հիշում եք սովետական միությունը, որ փլզվեց, այդ սաղ տնտեսությունը ջարդվեց, որովհետև կախված ենք եղել, չէ, խոսքն այստեղ արտադրում ենք, ուղարկում ենք դեղ, Ռուսաստան արտադրում է, ուղարկում աստեղ, չէ, այդ ջարդվեց այդ տնտեսությունը, տնտեսություն արդեն չկա, հոսանք չունենք, էշ չունենք, համարյա գործարաններ չեն աշխատում, շրջափակման մեջ ենք, այո, շրջափակման մեջ ենք, ոչ մի բան չկա, զենք զինամթերք համարյա չկա արդեն, ու արի գնա մեր բաշիր էլ վերցրու, Բաքուն էլ վերցրու, Ամերիկան էլ քեզ ինչ ասելու, Ֆրանսիան էլ կովետ ինչ անելու, Ռուսաստանը ինչ անելու, դու էլ ինչ պիտի անես, դու խոսքի ունենաք 3 միլիոն բնակիչ ունես, Ադրբեջանը 6 միլիոն, Ռուսաստանը 130 միլիոն, Ամերիկան 300-ից անց, Ֆրանսիան 60-ից անց, ինչ ես անելու, ում դեմ ես գնում, ու ամենավտանգավոր բանը Հայաստանում, այդ հիմքը դերեց բանն է, դաշնակներ, Ռոբերտ Քոչարյանը, Գրան Բագրատյանը։ Իրանց որ լսես, պատերազմը դրանք են հաղթել։ Սամվել Բաբայանը ես։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է, Իրան գիրքը որ կարդում եք Ռոբերտ Քոչարյանը, ես 10 էջ եմ կարդացել, շպրտել եմ, որովհետև դեռ ԱՄՆ-ի երկրորդ կետը նշած է ես, ասում լավ, հնարավոր չի կարդաս։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանն է մոռացել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասում է պիտի դառնաս նախագահ, ինքի պաշտպանական կոմիտեի նախագահն է եղել, չէ։ Ունք ասում է, ես չեմ կարող դառնեմ պարոն նախագահ, Ղարաբաղում ինձ նախագահ չեն ընտրելու ժողովրդից, ոչ Սիրիում ու ինձ ոչ մեկը չի ընտրելու։
իրան ասել են ու գործ չի, մենք էս կդնենք։ Իքի մոռացրի այդ մասին։ Ու որ իրան նշանակել են այն ժամանակ պաշտպանության կոմիտեում, ինքը ոչ մի հարցեր ընդեղ չի լուծել։ Առանց Սամվել Բաբայանն, դա էլ կա։ Երկրորդը, Սամվել Բաբայան, որ դու ասում ես, ես եմ սա օպերացիաներ եմ մշակել եմ, ես եմ պլանավորվել, ուրեմն ես ասեմ, Իվանյանը, Դալի Բալտայանը, Զինևիչի, Կամանդոսը, այն ժամանակ Կամանդոսի բանն է եղել, գնդապետ է եղել, Զինևիչը եղել գնդապետ, բայց Դալի Բալտայան, Իվանյան, Անդրեասյան, այդ լավագույն գեներալներ են։ Մենք մինչև հիմա այդ հրետանավորների դպրոցի Իվանյանն է ստեղծել գեներալը։ Դրանք են սա պլանավորվել։ Գլխավոր շտաբն է պլանավորվել։ Դու մինչև այդ ինչ ես աշխատել։ Ավտոներ չես լվացել։ Հիմա ոնց մի անգամից գեներալ ես դարել, ասում ես ես եմ պլանավորվել, ստում են։ Ու համա մեկ ասում են ես, դաշնակներ ասում են, մենք են Սամվել Բաբայանն ասում են, մենք են Գրանտ Բագրատյանին, որ լսես, ասում են խայտարակություն, դա բանակ չի եղել։ Մենք զանգեր ունենք, լսենք մեր հեռուստատիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն ասեմ, որ դա շատ ճիշտ օրենք է, էլի ասենք, որ ստեղծվի պրոֆեսիոնալ բանակ։ Լավ, հասկանալի է, դա մյուս զանգներ բերցնեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո, Մարի ջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պողոսյան, այս օրենքը, որ հանել են յանի, կարող են վճարել և բանակ չետալ։ Դա դիսկրիմինացիա է և ասեմ, դա պետական կոռուպցիա է նաև։ Ուրեմն հարուստի երեխաները պրոբլեմ չունեն ֆինանսի հետ, նրանք կվճարեն չեն հետա։ Դուրս կգա, որ աղքատի երեխաները կդառնան հրանոթի միս։ Արդյոք կտեն չի, պարոն Պողոսյան։ Համաձայն բանն եմ ասել։ Եվ մեր նախորդ հեռուստատիտողին ես ընդհատեցի, որովհետև հասկանալի հարց է։ Ինչու ենք խոչընդոտում, եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ, կարելի է ընդառաջել եւ այս օրենքը ավելի խելամիտ է։ Սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու հնարավորություն է մեզ տալիս, ինչու ենք հակառակը խոսում։ Նախ եւ առաջ եթե հեչ պրոֆեսիոնալ բանակի հետ կապ չունի։ Այդ առաջին։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում հիշեցրեց նաև, որ արդեն մենք սահմանապահներ ունենք որոշակի տեղերում եւ ինքնուրույն ենք պաշտպանում մեր սահմանը։ Ես ասեմ, թե sense բան, ես ունեմ պատրաստած տղերք։ Ուզում եք իմ տղերքով մենք 30-50-ով զորավարություններ հասկացնենք, ու ես կնայեմ իրենց հավանաբաներ զորքերը ինչ են անելու մեր դեմ, զորավարություն հասկացնենք, այլ ուղիղ եթերով։ Մենք սկսենք առավոտ իրիկոն գիշեր կապ չունի։ Մենք սկսենք նայենք իրաց սահմանապահ զորքերը ինչ են անելու, իրաց նույնը սպեցնազը այդ հատուկ ժողովրդական ջոկատերը ինչ են անելու, դա հեքիաթներից չի պատմեն, այն մարդը որ ասում է պրոֆեսիոնալ բանակ, այդ պրոֆեսիոնալ բանակ այդ կապ չունի։ Ուղղակի մարդիկ չեն հասկանում, դրանք գիտեք ինչ են մտածում։ Պրոֆեսիոնալ բանակը, եթե փող է ստանում, դա պրոֆեսիոնալ է։ Պետք է փող ունենանք, որ պրոֆեսիոնալ բանակ ունենանք, չէ՞, պարոն Մևարքյան, դա հարցը չի լուծում։ Դուք նախ եւ առաջ այսքան կամակով մարդ չունեք, որ դուք կարաք պրոֆեսիոնալ բանակը ստեղծեք։ Առանց ժամկետային զինվորին դուք չեք կարող բանակը ստեղծեք, որովհետեւ մենք ունենք Հայաստանում 2.5 միլիոն բնակիչ, որ մենք մեր սահմանները պահպանենք, մինիմալ կամակը մեր զորքին պիտի լինի 200,000 հոգի մարդ, մինիմալ։ Այս երկարացված սահմանի մասին։ Այո, սա որ մեր տարածքը պիտի պահենք, մինիմալ, հələ պլյուս մոբիլիզացիայի մասին 300,000։ Դուք այսքան բնակիչ չունեք, որ դուք այսքան զոր բանակը պահեք, այդ առաջինը։ Ինչու՞։ Ինչքան դուք ավելի շատ մարդ պետությունում ապրում է, այսքան ձեր տնտեսությունը զոր է դառնում, ավելի ուժեղ։ Այսինքն ինչքան կանակով փոքր եք բնակիչներ, այսքան տնտեսությունը թույլ է։ Ու դուք չեք կարող դուք ինչ եք նկատի ունեմ խոսքինակ ասում եք պրոֆեսիոնալ բանակը։ Փող ստանալու դա պրոֆեսիոնալ բանակը չի։ Խոսքի օրինակ, ես փող չեմ ստանում, բայց նույն Եվրոպայում նույն ուրիշներին զինվորներին կարող դաս տամ։ Սովորացնեմ, ոնց պիտի քայլես, ոնց պիտի կրակես, ոնց պիտի շարժես, ոնց պիտի պլանավորես։ Դրանք ստանում են $10,000 ամսեկը, ես ոչ մի բան, բայց գամ իրենց սովորացնեմ։ Պրոֆեսիոնալ դրա մեջ չի։ Այդ առաջին, երկրորդը մենք չենք ձգելու
առանց ժամկետային զինվորի բանակը չի լինելու։ Երրորդը պրոֆեսիոնալ բանակներ ունեն երկու պետություն, կարան ունենան, երկու մասի պետություններ։ Առաջի պետություններ շատ հարուստ պետություններ են, շատ, Ամերիկայի նման, Ֆրանսիայի նման, դրանք, Գերմանիային, դրանք։ Երկրորդ տոտալիտար պետություններ, փոքր տոտալիտար պետություններ կարող ստեղծեն իբրև զոր բանակը, բայց իրենց համար տոտալիտար պետություններում, դա բանակը չի, դա ոստիկան ուժեր են, համարվում է բանակը, բայց բանակը չի։ Հիմա որ դուք ասում եք, դեից փողը վերցնեք, լավ վերցրել եք 25 միլիոն, 10,000 հոգի մարդ չի գնացել, 10,000 մարդ դա մի հատ դիվիզիան է, կամ 10 հատ գունդ։ Դուք պատկերացնում եք, ինչ քանակի մասին խոսում ենք։ Դա համար որ ասում ենք, զինվորը գնաց ծառայի 6 ամիս, մի տարի, չէ, ոչ մի 6 ամիս։ Հիմա նոր պատերազմներ, նոր գաղափարները աշխատում, 21 դառնա, նայեք Ուկրաինայում ինչ է, 6 ամիս բավարար չի, մի տարի էլ բավարար չի, մինիմում, ասում մինիմալ, 2 տարի պիտի գնաս ծառայեն։ Եվ հաստորեն, եթե բանակը այդ վիճակում է լինում գումարով, ինչ ենք ունենում, տնտեսություն չեն կարողանում ունենալ, որտեղ ունենում ենք աղքատներ, սոցիալական արդեն իրավիճակը բավականին թուլանում է, մարդիկ դառնում են անտուն, չի լինում աշխատանք, մի խոսքով սրանից էլ սոցիալական հետևանքները եւ Հայաստանը դատարկվում է։ Պրոֆեսիոնալ բանակի գիտեք որտեղից է սկսում։ Պրոֆեսիոնալ բանակ դուպրոցից այդ առաջինը։ Թե մանկապարտեզից։ Սովորական դուպրոցից 5-7 դասարանից։ Հա, նկատի ունեք, երբ արդեն դուպրոցից դերից են դասիրակում։ Երկրորդը պրոֆեսիոնալ կառավարությունից, երկրորդ այն մարդիկ չեն, որ հիմա նստած են պաշտպանության նախարարությունում կամ գլխավոր շտաբում։ Հասկանում եք, հիմա ես պես Նիկոլ Փաշինյանն երկու մի հատ բան ասեմ, որ լսեն։ Հիմա որ ասում եք, այդ հանրահավաք զորահավաքի 25 օրով ուղարկում եք, տղերք ինձ հայատում փողոցներում կաղնացնում են, մոտենում են, ասում են, պարոն Պողոսյան, ուզում եք դες բան պատմենք, ասում են պատմեք։ Ասում են տարել են Սյունիք։ Մեկը գնացել է Մարտին, այլ ցուրտ է եղել, Սիսիան։ Մեկը նոր է եկել։ Այն ձմերը գնացողը ասում է տարել են 10 օր պոլիգոն, պարոն լսեք, ասում ես բանակ է սպաղում, սահման է սպաղում, պատերազմը չի լինելու, ամեն պատերազմը ինչ պիտի անես, մի օրվա մեջ սաղ պրծնելու է։ Ուրեմն տանում են պոլիգոն, 16 պամպուշ կրակում են ավտոմատից, 10 օրով տանում են պոլիգոն։ Ասում եմ հետո ինչ եք անում, մնացածը 9 օրը, ասում են զարթում ենք, նախաճաշ ենք անում, հետո գնում ենք նորից մտնում ենք կրավատը իրա պարկում ենք, հետո նորից գնում ենք հաց ենք ուտում, նորից գալիս ենք վերադառնում ենք պարկում ենք, հետո նորից գնում ենք հաց ենք ուտում, ու սենց 10 օր։ Լրագրողներ եկել են, նկարվել են, մենք էլ ճաշ ենք անում, դեղի ելակա դրած, չգիտեմ, խունձերներ է դրած բաման, ասում եմ ոնց է սաղեր, ասում եմ դե շատ օյակա, նկարում են գնում են։ Հետո ասում եմ 10 օրից հետո մեզ տանում են բան, բարձրանում են դիրքերը, -20 այնտեղ վերևում։ Հրամանատը ասում է, ձեռնոցնեք, էլ արեք, գլխակ էլ արեք։ Մենք չենք տալու, չունենք, գնացեք արեք, գնացել ենք արել ենք, դրանք իրաց փողով, գլխակներ, գնացել են 11 օկով, բարձրացել ենք -20, 11 օկով, հակառակորդ ընդեղ մի հատ կամ գումարտակը կամ վաշտը նստած, ինչ են անելու հետո 11 օկի կամ 8 հոգի մարդ, թուրք էլ առաջ չի գնալու, մինամյոտները ոչնչացնելու է սաղին, երկրորդը, պատմման նույն բանը, 10 օր մի հատ գրանատամյոտ են կրակել, մի հատ 16 պամպուշ, 10 օր 9 օր մնացել ոչ մի բան չեն արել, պատկերացրեք, ասում են զորավակ ենք անում, գնում են 10 օր պոլիգոններում պահում են, ֆիզիկապես էլ չեն պարապում, չեն վազում, ոչ մի բան չեն, 16 պամպուշ կրակել են մի հատ գրանատամյոտ, բարձրացել են դիրքերում, էսա, պարոն Փաշինյան, ինձ դեպանությունը սենց է, ձեզ չգիտեմ, լակուտը տեղ են պահում, կամ ձեզ սուտ են ասում, սուտ զեկոսներ են տալիս ձեզ, կամ դուք տեղյակ եք ու այդ բանը աչքերի փակում եք ինչ որ կատարում բանակում, ձեռնատու է, դուք ում որոշեք, ես լուրջ եմ ասում, այդ շատ վատ հետևանքներ ալնելու, ու դա ես չեմ հոտից չեմ վեսում, ինձ մարդիկ են պատմում որտեղ են գտնվել։ Պարոն Պողոսյան, մեկ զանգել ընդունենք եւ արդեն ավարտենք հաղորդումը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Ուղղակի ես հետ եմ ասել, Հա։ աշխարհը ձևի է, նույնն էլ ԱՄՆ-ում եմ ես։ Լավ, մեր քանի որ նույն հեռուստադիտողն է, ձեզ հետ համաձայնվեց, երևի թե։ Հետևենք զարգացումներին, զարգացումները մեզ փաստորեն այնքան արագ են ընթանում, որ Զարգացումներում է պետք։ դե սա մեր երկիրն է, սա մեր հայրենիքն է, մենք էլ ընթացիկ ինչ տեսնում ենք, փորձում ենք
խոսել, որտեղ Այո, խնդիրներ ենք տեսնում։ Մի հատ ճանապարհ ունենք։ Դրանք 10-26 տուն չմնա։ Էսա, ուրիշ փրկություն մենք չունենք։ Իսկ Բայց դեռ երկու բան կա։ Նախկիներ չգան, ու դրանք չմնան։ Այսինքն մենք երկու հակառակորդ ունենք։ Ես հələ դրսի մասին չեմ խոսում, ամենավտանգավոր ինչ որ ներսում է կատարվում այդ process-ները։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պողոսյան այսօրվա հաղորդման համար, հարկ լինելու դեպքում նորից այս տաղավարում կհանդիպենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։